ինձ մշտապես փորձել են կապել որևէ սպանությունների հետ։ Ես կներեք սպասեք, ես միտքս ավարտեմ։ Կա ձեր հարցին կպատասխանեմ։ Հիմա ասեմ։ Ինձ օրինակ ժողովուրդ օրաթերթը կա ժողովրդից մարդստեղ։ Ինձ կապում են Քանաքեռում տեղի ունեցած սպանությունների հետ, մասնավորապես Քանաքեռում հայտնի Տու Մականունով անձի սպանության դեպքի հետ, որ ես այդ օրը եղել եմ դեպքի վայրում կամ եղել եմ մեքենայի մեջ ու ես կապ ունեմ սպանության հետ, որ հետ կապված ես դեռևս 2022 թվականին դիմել եմ դատարան պահանջելով հերքում եւ վնասի փոխհատուցում, քանի որ այդ նյութով արավտավորվել է իմ բարի համբավը։ Ես այդ օրը չեմ եղել Հայաստանի Հանրապետությունում, այդ օրը ես եղել եմ զորավարժությունների Ռուսաստանի Դաշնությունի Կազան քաղաքում։ Արկա են դրա հետ կապված մամուլի հաղորդագրություններ, ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում լուսանկարներ, որտեղ ես այդ օրը գտնվում եմ, կներեք, մամուլի հրապարակման մեջ ժողովուրդ օրաթերթի նշված էր, որ ես եղել եմ դեպքի վայրում մեքենայի մեջ սպասել եմ այդ խմբին։ Կներեք, ես այդ անձին տեսել եմ դրանից 3 տարի առաջ մեկ անգամ պատահաբար, որտեղ մեր երկիրը փոքր երկիր է, հյուրանոցում պատահաբար տեսել եմ այդ անձին 2018 թվականին, այո, Հայաստանում։ Մոտիկացել է, ծանոթացել ենք, դա մեր եղել է առաջին եւ վերջին հանդիպումը։ Ես այդ անձի հետ որևէ կապ չեմ ունեցել, մի անգամ տեսել եմ պատահական, այսինքն 2022 թվականի դրությամբ ես 4 տարի այդ անձին երբևէ չեմ տեսել, որևէ հարաբերություն չեմ ունեցել ու ինձ փորձել են կապել այդ անձի սպանության հետ, որպեսզի փորձեն ինձ վարկաբեկել, արատավորել, որպեսզի ես իմ օրենսդրական գործունեության մեջ լինեմ կաշկանդված եւ չկարողանամ իմ օրենքի նախագծերը տանել արդյունավետ առաջ։ Բարեբախտաբար դրանք չի հաջողվել, բայց սա կապված է մեր դատական համակարգի խնդիրների հետ, օրինակ ես 2022 թվականին դիմել եմ հայցով, եթե արագ տեմպով դատաքննություն տեղի ունենար եւ դատարանը պարտավորեցներ ժողովուրդ օրաթերթին հատուցել իմ վնասը, վճարել գումար եւ ներողություն խնդրել ինձ զրպարտելու համար, հետագայում նման դեպքերից կփորձենք խուսափել, բայց քանի որ ունենք այն ինչ որ ունենք եւ հաճախ բոլորը նաեւ ընդդիմությունը, իշխանությունը նույնպես մենք դժգոհում ենք դատաիրավական համակարգի դանդաղ աշխատանքից։ Հիմա անդրադառնամ մյուս դեպքին, օրինակ 168 ժամներ կներեք հրապարակել կապված, կներեք մտ բան ասեմ։ Հիմա ես հարցերին պատասխանում եմ, կներեք Փայլակ ջան։ Հիմա անդրադառնամ գալիս եմ ձեր հարցին։ Մի քանի ամիս առաջ նաեւ իմ վերջի օրենսդրական նախաձեռնությունից հետո ես ուղիղ կապ եմ տեսնում նաև այդտեղ, երբ որ ինձ հաջողվեց 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի տուրքերը, սրա արդյունքում տարեկան շուրջ 30 միլիոն դոլար հավելել գումար է մուտքագրվելու պետական բյուջե, նշեմ, որ միայն այդ նախագծի ընդունման արդյունքում դրանից հետո ինձ փորձեցին կապել Կարեն անունով անձի ինքնասպանության մեջ, նշեմ, որ տվյալ անձին երբևէ չեմ տեսել եւ առաջի անգամ իր մասին լսել եմ այդ հրապարակումների մեջ։ Այդ անձին երբևէ չեմ տեսել, 168 ժամը տեղեկություն հրապարակել, իբրև ես կապված եմ այդ անձի ինքնասպանության հետ կամ ես եմ հասցրել, մենք ունեցել ենք դատական ինչ-որ վեճեր կամ ես փորձել եմ իրավի ինչ-որ բան խլել։ Նշեմ, որ այդ անձին երբևէ նույնպես չեմ ճանաչել, նաեւ 160 Ես չեմ ճանաչում այդ անձին։ Ես նույնպես դիմել եմ այս հարցով վարչական դատարան, որպեսզի այս հայցով նույնպես վնասի փոխհատուցում պահանջեմ։ Ես արդեն նշեցի, որովհետև ես պայքար եմ տանում խաղային ոլորտի եւ այլ արատավոր երևույթների դեմ։ Օրինակ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասը, օրինակ դուք գիտեք, որ ես տարեսկզբին շրջանառության մեջ էի դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում էի պատիժները թմրանյութերի ապօրինի շրջանառության համար խստացնել, հատկապես խոշոր չափերով թմրանյութերի իրացման համար նախատեսել մինչև ՑՄ ազատազրկում, նախագիծը քննարկվեց, կային դեմ կարծիքներ եւ այս պայմանությամբ դեռևս չի ընդունվել։ Սա ինչ եմ ասում, բայց նաև այդ նույն շրջանակները ինձ փորձում են հաճախ կապել թմրանյութերի բիզնեսի հետ, որի հետ ես բնականաբար չեմ կարող առնչություն ունենալ եւ անտրամաբանական կլիներ, եթե ես նման բիզնեսի հետ առնչություն ունենայի եւ դիմեի նման օրենքի նախաձեռնությամբ հանդես գայ։ Հիմա կապված մյուս փարաքարի դեպքի հետ կապված։ Հիմա փարաքարի դեպքի հետ կապված գործընկերոջ հարցին պատասխանեմ։ Փարաքարի դեպքի հետ կապված բնականաբար ես որևէ կապ չունեմ։ Փարաքարի դեպքի հետ կապված ես ազգային ժողովում ելույթ եմ ունեցել 2025 թվականի փետրվարին, երբ տեղի են ունեցել հայտնի դեպքերը փետրվարյան Փարաքար համայնքի մերձավան բնակավայրում, որտեղ տեսանյութերից հայտնի էր դառնում, որ աշխատել է ինքնաձիգ եւ այլ հրազենային միջոցներ, վիրավորվել է մեկ անձ եւ մեկ անձ տեղում մահացել է դեպքի վայրում։